Պարոն Քոչարյան, մենք տեսնում ենք այս իշխանությունները շարունակում են այսպես հակահայկական, հակաեկեղեցական արշավը, բայց ինձ ինչն է հետաքրքրում եւ այստեղ ձեր գնահատականները կուզեի լսել, ինչն է դրթել եկեղեցականների, որոնք մի քանի ամիս առաջ ուղղակի լալիս էին Էջմիածնի Բաքում, որ սրիկայական հարձակում այս իշխանությունները պայման կազմակերպել, հիմա կարծեք թե իրանք էլ միանում են։ Արդյոք սա կարող է կապված լինել ինչ-որ կոմպրոմատների, որոնք ակնարկում են իշխանությունները կամ շատ ուղիղ են ասում իշխանական падգամավորները։ Ես թվում այո որոշակի մեծ ճնշում կա եկեղեցականների վրա, թվում է բոլորի վրա եւ երևի թե Փաշինյանենք նստել են եւ ամբողջ կարտեզական բացել են եւ փորձել են հասկանալ ում վրա ինչ ժողովրդական բառով ասեմ կեղտ կարելի է բռնել ցավում է որ որոշակի զանգվածի վրա դա ինչ որ ձևի ազդեցություն ունեցել է բայց ուղղակի այստեղ նաեւ պետք է մի քարոզչական տրուկ բացառենք մենք որովհետեւ յուրաքանչյուր այսպիսի քահանա կամ նույնիսկ եպիսկոպոս մեզ փորձում են մատուցել որպես եկեղեցու պառակտում որպեսզի եկեղեցին մարդկանց համոզեն որ եկեղեցին երկու մասի է բաժանվել բայց եթե մենք նայենք ընդհանուր քահանաների քանակը հա եւ ըմբոստ քահանաների քանակը այնտեղ անհամեմատ պրոպորցիաներ են մի քանի 100 ընդդեմ չգիտեմ 2 3 4 5 հոգու նույնն կարելի ասել եպիսկոպոսած դասի մասին, բայց ամեն դեպքում հասկանալ է, որ նույն եկեղեցում էլ խնդիրներ կան, նույն եկեղեցում էլ վերադասավորներ կան եւ որոշակի նույնիսկ բարձրացիան եկեղեցականներ փորձում են այս պահին փորձել իրենց հարցերը ինչ որ ձևի լուծեն, որովհետեւ հասարակության, այսպես ասենք, մի բջիջ է եւ այն ինչ որ կա հասարակության մեջ, ցավոք սրտի այնտեղ է լինում, բայց ուղղակի չգիտեմ ինչ կարողանում ինձ վերապայեմ խորհուրդ տալ, հա իրենց, բայց ամեն դեպքում իրենք պետք է հասկանան, որ իրենք իրենց ծառայությունը Աստծուն են մատուցում, հա, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ իրենք պետք է իրենց խղճի առջեւ մաքուր լինեն։ Հիմա այս եպիսկոպոսներից 1-2-ի միանալը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԿՊԱ-ական падգամավոր Լիլիթ Ստեփանյանը հայկական ժամանակի եթերում շաբաթներ առաջ հայտարարեց, որ ԱԱԾ-ն կոմպրոմատներ է հավաքել հոգեվորականների մասին, ընդ որում քրեական գործով չանցնող հոգեվորականների մասին եւ դրված են դրանք Նիկոլ Փաշինյանի սեղանին, ովքեր չեն ուզում խայտառակվել այդ կոմպրոմատների հրապարակմամբ պետք է միանան կամ կատարեն իշխանության կամքը։ Սա ուղիղ հանցագործության մասին հաղորդում չէ կամ ինքնախոստովանական բան չէ, բացի նրանից, որ մենք կարծեք թե հասկանում ենք, թե որոշ հոգեվորականների վարքագիծ ինչով է դրդված, նաև իշխանության դեպքում արդեն մենք գործ չունենք բաց ահաբեկչական հայտարարության մասին։ Եվ սա էլ է իհարկե քրեական գործ, հա, եւ իհարկե այն որ Փաշինյանը որոշեց խառնվել եկեղեցու գործերում, սա արդեն սահմանադրական կարգի խախտում էր, բայց մենք ապրում ենք իրավական բեսպրեդելի ժամանակներում եւ իրենք դեռևս կարողանում են անել այն, ինչ որ կարողանում են, բայց այն հոգեվորականները, որոնք վախենում են խայտառակվելուց, միևնույն է իրենք խայտառակվելու են, հա, եւ եթե այսօր չխայտառակվեն, Փաշինյանի իշխանությունից հեռանալուց հետո են խայտառակվելու։ Այստեղ իրենք պետք է մտածեն, որ միգուցե իրենց գործած մեղքը կամ այդ գործած մեղքից հետո ապաշխարանքը շատ ավելի սազական կլինի իրենց եւ իրենք մաքուր կլինեն այն եմ ասեմ եւ ժողովրդի արչեւ եւ եկեղեցու արչեւ եւ Աստծո արչեւ քան այսպես շանտաժով գնալ ավելի ու ավելի շատ մեղքեր անել գիտեք ինչն է ինձ հետաքրքիր եթե մի օր Փաշինյանը կոմպրոմատը հանի այդ որոշ եպիսկոպոսների կամ քահանաների դեմը եւ ասի պատարակի ժամանակ հոր անունը մի տուր, Հիսուսի փոխարեն իմ անունը տուր, Սուրբ Հոգին էլ մի հիշատակի կգնան արդյոք դրան, հա, այսինքն ինչ է նշանակում բանից հանել, պատարակից հանել կաթողիկոսի հիշատակումը, հա, դա ինչ կապ ունի իրենց վերաբերմունքին կամ չգիտեմ կաթողիկոսին, հա, իր վերջո իրենք հիշատակում են կաթողիկոսի իրենց վերադասի մասին աղոթք են անում, քան չգիտեմ կոնկրետ ինչ-որ անձնավորության եւ եթե հիմա դու սկսում ես քո հայեցողությամբ կրճատել պատարակը, ապա վաղը կարող է այլ պատվերներ գան, չգիտեմ, վաղը կարող է ԿՊ-ի գով կանես, վաղը կարող է, չգիտեմ, Coca-Cola-ի գովազդ անես կամ չգիտեմ, բանկային ծառայություններ Երևան City կախված նրանց այդ կոմպրոմատների պապկեն ում ձեռնա լինելու։ Դա համար իմ խորհուրդս հոգեվորականներին մի գնացեք շանտաժի հետևից, ի վերջո շանտաժ, գայթակղություն եւ այլն, այո, դա մարդկային
հա, եւ որևէ մեկը նույնիսկ հոգեվորական հնարավոր չի խուսափել այդ ամեն ինչից, բայց ամեն դեպքում իրենք ծառայում են Հիսուսին, հա, իրենք ծառայում են Աստծուն եւ Հիսուսը չգնաց գայթակղությունները եւ իր գաղափարների համար գնաց խաչվեց, հա, այսինքն այստեղ այդ մարդիկ իրենք պետք է շատ լավ մի հատ կողնորոշվեն, էլի իրենք եկել են Աստծուն ծառայելու եւ հանուն Աստծուն նաեւ տառապելու, հա, թե իրենք եկել են ուղղակի ինչ որ աշխարհիկ կյանքով ապրելու, չգիտեմ, ինչ որ բիզնեսների մեջ լինելու կամ տվյալ բային տվյալ իշխանությանը ծառայելու։ Պարոն Քոչարյան, տեսեք, մենք հետաքրքիր է, հա, որ մեդիան, հասարակության լայն շերտերը ակտիվ չեն քննարկում, բայց այս հակաեկեղեցական արշավը ունեցել է իր առաջին զոհը, մարդկային զոհը Նիկոլ Փաշինյանի պատճառով, Աբովյանում այն երիտասարդը Սարգսյանով, որ սպանվեց, սպանողի եղբոր բացահայտմամբ սպանվել է Նիկոլ Փաշինյանի այդ քեռակնոջ մասին գրառման պատճառով եւ սպանողի եղբայրը վիրավորել է քրիստոնյաներին, այդ սպանվողը պաշտպանել է եւ դա վերածվել է ի վերջո սպանության այդ վեճը։ Ձեր գնահատմամբ արդյոք մենք ճիշտ ենք անում, որ շատ չենք խոսում սրա մասին եւ արդյոք պիտի քաղաքական ուժերը, խորհրդանական ուժերը ազգային ժողովի ամբիոնից չհասնեն նրան, որ հասարակության յուրաքանչյուր անդամ իմանա, որ Փաշինյանը արդեն Փաշինյանի պատճառով այս թեմայի շրջանակում առաջին մարդը սպանվել է արդեն։ Իհարկե դուք ճիշտ եք եւ այստեղ ցավոք պետք է խոստովանել, որ լրատվական դաշտը շարժվում է Փաշինյանի առաջարկած օրակարգերով, նույնիսկ ընդդիմադիր ինքը փորձում է արձագանքել այդ օրակարգերին, շատ հաճախ մոռանալը, որ շատ դեպքերում կարող է ստեղծել սեփական օրակարգ եւ հետեւականորեն հասնել նրան։ Օրինակ նույն Փաշինյանը 2000 թվականին, 2005-10-15 թվականներին նույն բանն էր ասում եւ 20 թվականին նույն իր առաջ բերած օրակարգերը ասում էր։ Տեսեք, ոչ միայն այս դեպքի մասին կարելի է խոսել, շատ շուտ մոռացան, որ օրինակ ասում են ոչ բռնի թավշյա հեղափոխություն է եղել, ոչ մի զոհ չի եղել, ոչ զոհ է եղել է, կարծեմ երկրապահներից մեկն է եղել Էջմիածնում, Վաղարշապատում։ Իրա մասին մոռացան, այն որ լրագրողին խմբագրին ստիպեցին սովամահ լինել, հա, մեր Եղիազարյան, դրա մասին մոռացան եւ նույն ընդդիմության որոշակի զանգվածը մոռանում, այսինքն ընկնելով առօրյայով, հա, մոռանում են հիմնական բաները եւ չգիտեմ, միայն երևի Սոնամ Նացականյանի դեպքն է, որովհետեւ ինքը շատ ահավոր դեպք էր, հա, դուտ էմոցիոնալ առումով, որ միջի հիմա լրատվականները չեն կարողանում մոռանալ դրա մասին, բայց հանրային բողոք կա, այստեղ էլի իշխանությունը բավականին հետաքրքիր աշխատեցին, սկզբից կուտ տվեցին բարեկամներին եւ այնտեղ քաշվեցին մի կողմ եւ փաստացի մենք ստանալու ենք ինչ որ ժամանակ անց մի բան, որ մարդասպանը, հա, ինքը հայտնվել է ազատության մեջ մեկ օր բանտում չանցկացնելով, հա, խոսքը գնում է այդ վարորդի մասին, կորտեժի։ Այո, այս բոլոր դեպքերը պետք է ասել, այո, այդ զոհի հարցը նույնիսկ իմ կարծիքով նաև եկեղեցին պետք է բարձրացնի, հա, որովհետև փաստորեն մարդը հանուն եկեղեցու զոհվել է եւ իմ կարծիքով միասնական աղոթք պետք է արվի այդ մարդու հոգու համար եւ նաև այդ մարդուն զոհվածին այնուհետև դիտարկել, չգիտեմ, այլ կատեգորիաներով, այդ արդեն եկեղեցին ավելի լավ գիտի ներքին, բայց փաստացի մենք ունենք ներկա պահին հանուն եկեղեցու, հանուն հայ եկեղեցու նահատակված մարդիրոց ունենք, հա, եւ սա կարծիքով եկեղեցին պետք է այդ թեման ինքն էլ շարունակի, ոչ միայն ընդդիմադիր մամուլը, այլ նաև բուն հայրաքելական եկեղեցին։ Այս մեդիայի առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծում։ Փաշինյանի կառավարությունը տալիս է առատ, այսպես նյութեր իրենց քաղաքական իմաստով հերձելու, հա։ Ժողովրդի անունից, այդ բուլաթի ծատամով, փնթի պավացքով Փաշինյանը կառավարությունում ունի մարդիկ, օրինակ մարզպետներ, մեկը $33,000 ժամ է կրում, մյուսը $250,000 ժամ է եւ այս ամեն ինչը ունենալով իրենք հասարակության ինչ որ հատվածի կարողացել են մոլորեցնել, որ իրենք ժողովրդական կառավարությունը, ժողովրդի ծոցից են դուրս եկել։ Սա ինչպես կոտրել, որ մեդիան ինչ պետք է անի, ինչպես պետք է աշխատեն հանրային գործիչները, հանրային կարծիք ձևավորողները, որ մարդիկ տեսնեն, որ սրանք հեչել ժողովրդական չեն։ Առաջին հերթին մենք արդեն խոսեցինք, ընդդիմությունն իր սեփական օրակարգերը պետք է առաջարկի եւ հետեւականորեն տանի իրենց, հա, եւ այդ օրակարգերի մեջ նաեւ պետք է լինի կոռուպցիայի հարցը։ Տեսեք, գլոբալ առումով շատերը երբ որ ասում են այս մարդը ունի $50,000 ժամացույց, $300,000 ժամացույց, շատ հաճախ
այդ Նիկոլի կողմնակիցները եւ կոմենտներում եւ փողոցում պատասխանում են, բա ձեր ինչ գործն է կամ դուք ձեր թալանածից խոսեք եւ այլն, ոչ, դա պետք է շարունակել, որովհետեւ ամեն դեպքում այդ մարդը, որ ասի լավ են անում, ինքը գնալու է տուն եւ նստելու է սկսելու է մտածել, բա ես ու չգիտեմ Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը չէ, ինքը միլիոնատեր է եղել արդեն իր լրագրող ժամանակով, ես չգիտեմ Արարատ Միրզոյանը կամ Արայիկ Խալուցյանը կամ ինչ որ բան, հա, պարտքով պիվա ենք խմում կամ էս մեր մարսպետը մեր գյուղի, չգիտեմ, չոբաններ կամ չգիտեմ ինչներ բան, հիմա ոնց դառավ, որ ինքը $50 ժամացույց առավ, իսկ ես չառա, այսինքն ես էլ գնացի հավասար մասնակցեցի, այսինքն դա կաթիլ առ կաթիլ անընդհատ պետք է ասել, պետք է բան չանել, չի հաստատվել, որ դու մտել ես գյուղ, չգիտեմ, ասում ես գյուղացիներ ձեր գյուղապետը հենց ԿՊ-ա դառել, չգիտեմ, 100,000-անոց մեքենա է առել, գյուղն էլ ասի լավ է անում ու դու մտածես վերջ, հա, քո գործը ավարտված է, հայհոյես գյուղը, անիծես գյուղը, ոչ, մարդկանց անընդհատ պետք է աշխատես, որովհետև ամեն դեպքում մարդ դա տեսնում է, մարդ ինչքան են փորձի ձևականորեն ասի, դուք ձեր թալանածը, դուք չգիտեմ նախորդներով, նախկիններով ինչեր եք արել, ինքը էլի գնալու է տուն, ինքը երեկոյան նստել է կնոջ հետ, իր աղքատիկ հացը ուտելու է եւ ասել է, այս ոնց դառա, որ մեր գյուղի, չգիտեմ, պետոն հիմա դառել է, չգիտեմ, միլիոնատեր կամ չգիտեմ, հիմա Toyota է քշում կամ եսի ինչ է քշում, այսինքն այդ աշխատանքը պետք է անել, այդ ամեն անգամ պետք է լուսավորել եւ ինչի ոչ պետք է օգտագործել նաեւ այն տակտիկաները, որոնք օգտագործում են, չգիտեմ, մինչեւ 18 թվականը նույն Նիկոլենք կամ նույն արևմտյան ֆոնդերը, այսինքն սա նույն սխեմաները, նույն լրատվականները, նույն բաները, ազդեցությունները կարելի է ամեն ինչ բան անել եւ բացահայտել այդ կոռուպցիան, որովհետեւ ամեն դեպքում տեսեք, հայ ժողովուրդը ամեն ինչ կարող է ներել, բացի այդ սոցիալական անարդարությունից, այդ իր ամենացավոտ տեղն է եւ շատերը կամ գնում են Հայաստանից կամ իրենց մեջ դա պահում են, որովհետեւ ընտրություններին իրենց բանը կամ քա արտահայտեն եւ սա էլ եմ ասում, ամենակարևոր հետեւողական աշխատանքը, դու կարող ես կոմոդ փաստ ընկնի, որ չգիտեմ, ես մեկ ինչ-որ $1 միլիարդ թալանել է, բայց դու չկարողանաս մատուցես դա, հետևականորեն չկարողանաս մատուցես, դու խնդիր ես ունենալու։ Վերադառնալով եկեղեցին մի բան ուզում եմ անպայման շեշտեմ, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ խնդիր կար, հա, որովհետև որոշակի այսպես ասենք ներքին կամ ինչ որ իրար չսիրելու պատճառով շատ հաճախ եկեղեցականներին փորձում էին վատ լույսի ներքո ներկայացնեն, այն եւ ես բազմաթիվ անգամ խնդրել եմ նաեւ իմ լրատվական դաշտի գործընկերներին, որ պետք չի այս կամ այն arczepiskopos-ին այսքան ինչ որ բաները դուտանքների ենթարկել, որովհետև ամեն դեպքում դա ինչ-որ ձևի ազդում է նաև եկեղեցուն, այսինքն թող իրենք եկեղեցում իրար մեջ բան անեն, իրենց հարցերը հասկանան, բայց տեսեք ու ցավում եմ, որ նաև շատ լրատվամիջոցներ, որոնք այսպես թե այնպես կապ ունեն իշխանությունները, իրենք այդպիսի թեմաները տանում են եւ ի վերջո մենք օրինակ մոռացել ենք ինչքան շատ եկեղեցաշինություն եւ ինչքան շատ հավատացել է ներգրավել նույն Արարատյան թեմի առաջնորդը Նավասարդ Կաչյանը, ինչքան շատ գործարար եկեղեցու համար, ուղղակի մնացել է այն, ինչ որ մնացել է դեռևս այն ժամանակներից, եւ դա արդեն սխալ է, որովհետեւ այսպիսի պիտակավորումը եւ այսպիսի հարձակումն իրենք առաջի հերթին կազմակերպում են եկեղեցին որպես ինստիտուտ, որովհետեւ ես էլ եմ ասում, կաթողիկոսը լավն է, վատն է, այս մի վեհապարը լավն է, վատն է, դիվանապետը լավն է, թե վատն է, դա մի կողմ, հա, բայց դու եթե քանդում ես կառույցը, դու եթե փորձում ես հիմնահատակ անես ֆունդամենտից զրկես կառույցը, դու հետո կարող է ինչ որ քո ուզած մարդը գա, հա, եւ չկարողանա որևէ բան անել, որովհետեւ այնտեղ արդեն ավերակներ են եւ հետաքրքիր է, որ որոշակի խմբեր փորձում են թաքնվել, չգիտեմ, Վազգեն առաջինի կամ Գարեգեն առաջինի ետևում, բայց ես իրենց կարող եմ հիասթափեցնել, եթե Փաշինյանը լիներ իրենց ժամանակ, հա, իրենք այնպիսի բաներ կլսեին, նույն Վազգեն առաջինի եւ Գարեգեն առաջինի մասին, որ կերազեին լսել Գարեգին բեի մասին։